Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, կադրը արդեն տրամադրող է երևի թե, որովհետև սիրում եք դաշտերում, հանդուչոլում հոլովակները նայել, այսօր հենց այդ ձեր սիրած օրերից մեկն է, չնայած որ եղանակը խանգարում է, վատնա ու երևի թե շուտով անձրևը սկսվի, բայց դե ասեցինք եղանակի հետ մրցում ենք, էլի ասեցինք գնանք, ինչքան կհասցնենք, Եկել ենք Իծակարի ներքևում գտնվող մի տարածք, որտեղից պիտի հանդ հավաքենք, ինչ ենք տանելու կամ ինչի հետևից ենք եկել, ուզում եմ հասնենք մի անգամից ցույց տամ, բայց տարածքում հենց մեքենայից իջանք, կովեր էին արածում ու բոլորի վզին զանգեր կախած, մի հոլովակում ասում էին Գոհար ջան, ինչի են այդ զանգերը կախել, որ այդպես զնգզնգա ու ինչքան էլ մառախուղ լինի, տերը կարողանա հեշտությամբ գտնել, այդ զանգի ձենին գնա, ինչքան էլ հանգիստ իրանք քայլում են, այդ զանգը ուժեղ զնգզնգում է։ Այդ ձայնին գնում են ու գտնում են իրանց անասուններին, բերում են տուն։ Այդ ձայների համար հավեսս տվեց միացրեցի տեսախցիկը։ Առաջանում ենք, մեր մոտ արդեն անտառները էլ ավելի են գեղեցկանում, որովհետև արդեն Աշունա ոնց որ մի նկարիչ վրցինը ձեռին գունավոր ներկես ծառերը շատ սիրուն է, իհարկե բոլոր եղանակներին է սիրուն, բայց աշնանը շատ ավելի։ Թաթուլ նաղաքնյացքին եմ, ես էլ ետնին։ Գնացինք, տնանք բերքենք ճարում, հանդենք ճարում, թե չէ։ Սիրելի հետևորդներ, մենք երևի թե գտանք, այն ինչին որ եկել էինք, ու այսա մի հատ փորձ ենք տնանք արժի հավաքել, թե չէ։ Քոլի տանձի ենք եկել, արդեն շաղը վարարում է, մենք շաղ ենք ասում, որ անձրևը մանր գալիս է։ Բայց կաշխատենք հնարավորինս արագ տեմպերով և մեր գործը անել և ձեզ համար հոլովակ նկարել։ Բայց իհարկե համտես ենք տնանք արժի լավն է, լավը չի ունոր էլի, չէ։ Այս ինչքան է համով։ Իհարկե քոլի տանձը, որ հասունանում է ժողովուրդ, ինքը սևանում է, ու այդ վաղտա արդեն ամեն ինչի համար շատ ավելի օգտակար, այս ժամանակ մի քիչ խեղտող է լինում, բայց այնքան համով է, գիտես քիլով կունեմ տար։ Այն որ կծես ու ասես, շատ համով է, Ընտիրա, խոսեմ նաև օգտակարության մասին, թե ինչքան օգտակար է աղիների համար, շատ օգտակար է, երբ ունեք փորացավ, ուտում եք ու ամեն ինչ կարգավորվում է առանց դեղորայքի։ Պատրաստում ենք մուրաբա, պատրաստում ենք կոմպոտ, պահածոյացնում ենք, ու իհարկե այն ուստա լավ տեղին խմողները, փորձարող խմողները ասում են, որ ամենահամով օղին հենց քոլի տանձից է լինում, ուր էլ գնաք, բոլորը գրեթե նույն կարծիքին են, որ ամենահամով օղին դա քոլի տանձի օղին է։ Տանում են, լցնում են բոճկեքի մեջ, ինչպես սովորական արախ քաշելու խնձոր, մնձորը, ինչից որ սարքում են։ Լավ եփվում է, հետո քերխանին ոնց են ասում թատ։ Արախ թորելու սարքով արդեն արաղ են թորում ու գնա գալիս եմ ամենահամով լավ արաղն է, ըստ ուստախմողների։ Հիմա ես փեշս կապեմ ու սկսեմ հավաքել։ Դե գնացինք, ձեզ բարի դիտում։ Սկսեմ։ Հա։ Վրատ եմ նկարի։ Վաու, արա հա, մալադետ չէ, լավ է։ Տակի ծղրախ։ Հա, լավ, նեղանալ մի կեմատաղ։ Դեմ դիմաց ես նկարի։ Նեղավ։ Հա, ենքան դեղին է սիրուն վր, ենքան հսած ավր տապին տալիս պյան անım, շաղ անցնım, ուրա,
Այն դիեկ։ Ասել եմ նկարեմ, որ հանկարծ վեր ինգնես։ Ասեմ ոնց ես, ոչ թե պատմեմ ոնց ես վեր ինգել, այլ ցույց տամ։ Չէ կատակը մի կողմ իհարկե, որ ինձ անվեր ինգնի Հեսաստան դիպես շաղդի հնցնի։ Молодец. Абрис. Ժողովուրդ փեշը սկաբում եմ։ Ու մի գրաղ են լողով վակեմ, որովհետև արդեն մեջքը ստացա։ Ահա։ Հենհա։ Պոզդեր դուսկել։ Ահ, չես ինչքան է սիրուն, լավը։ Մեծ։ Դե, լողով էլ ձևերի ետնա չենք ընգնեմ։ Ուղջու, բերանս պայցեր լելք չէ։ Բերանս դեր ընգնել։ Մազերս էլ ֆենել եմ ուտանից դույս եկել։ Եղանակն ենքան լավ ֆենը մավեր է սաղուր չիլի դերնը։ Փափախ գլխարկ։ Երևի թե փեշը հանեմ, մեջքս ծոցնեմ։ Աղջի փեշը սոլել էի թերսի կապել, վայ։ Բարով ես եկել, ապրես։ Այ քու դիրուն ճապերը։ Տնենք ստի ու շարունակենք լողով։ Մասկերան դվեր նոդի դվեր, այս Վր ջաշ չի եփել եկելինք, ես վարարիլին բրծաստանը դինքլիլ, բայց դե բարեխ եք սոված ինը։ Ուրեմն պետք է քիչ ինք քնալ։ Տղել չի լում է, ոնց քիչ քնաս է։ Մի շաբաթ գիրակ ենք քնում, էլ չքնանք։ Թատ ջան, մեծ է հանարա։ Շերել կաստի մոշի թպեր կա, իրոք պտի ձերնոցեր լել, որ կոն է ծակիլիս կամ բանջարը կծիլիս քիչ էր կծելու ծակել։ Սեսը։ Դու լսրած կլես տոպրակը, տղո չաղեսլու։ Ժողովուրդ կամպոտն էլ ես սարքում եմ ամբողջական տանձը, ես լավ լվանում եմ, ես քթի մասը լավ մաքրում դանակով, փոքր դանակի ծայրով, շատ ժամանակ պոչը վրեն թողում եմ։ Հետպես հետո ոչ միայն հյութը խմելը, այլ հատիկները, որ հանում ենք, որ ուտեն երեխանին, ոչից բռնում ու ուտում են։ Ես էլ հասած տարբերակն է, տեսեք։ Սա։ Ոյ, մոտիկանամ ցույց տամ, բզարեցի, դեմ դեզատարի։
ասած տարբերակը այսպիսին է։ Հյութեղ շատ ու ճիշտն ասած համեմատելու չի այս խակի հետ։ Յուրաքանչյուրը տարբեր համեր ունեն, բայց այս հասած ձևի, որ համ տեսում ես, օղու նման տալիս է գլխիդ, երևի դոզակա մեջ է։ Այս անձրևին քոլիտանց կերացարփած հնդկական դենք վարկել։ Սա շատ ես խոսում, հլակի պրծի վրա արեց։ Քինալով վարարը մա է։ Չէ դե։ Դες մարդիկ ոնց են հավաքվում, հնժում ես, շամվերթի։ Մարդիկ ով են։ Դու Բա ես են գլխեն ասեցի դյուղո չաղես լողով դես հավաքիլ։ Ժողովուրդ, որ տեսանք եղանակը վատնային քանափալ-թափալ տանից դուրս եկանք, որ վեդրոմետրո էլ չվերցրի, լավագոնը մենակ փեշով չեկա, հետ դեռ 2 տոպրակ էլ վեր գալա ու ճիշտն ասած չգիտեի, որ տենց մոտիկ տարածքում կգտնենք բերք ու այնքան որ կլցվի մեր փեշն ու տոպրակները, բայց ճիշտն ասած շատ չէի էլ ուզում, ասում եմ այնքան որ դարմանի մի քանի բան կա կամպոտ սարքեմ, բայց ինչ մի քանի բան կա, լավ էլ քինալ դեմո փակոցի տակ ջռամ շփաթոր ռսի հիմար վխադնոյ հայերի հիմար չասեմ հետ ինչ որ իմիջայլոց ուզում էի դա ասեմ, հենց դրա համար կրկին միացա, որ այս քոլի տանձից սարքում են նաև չիր։ Թաթ գերած եք ռեխավախտը չիրը։ Ինչի։ Տանձի քոլի։ Իսկականից։ Հա։ Այն վաղտ փռի մեջ էին չորացնում, հիշում եմ, լավ մեծ բժեշտեր ունեինք, սինիա նման, շարում էին վրեն ու լվացած ուղակի մաքրած ու վերջ, ինչ շաքարաջուր, ինչ սիրոպ, ինչ բան։ Շարում էին ու հացից հետո, որ մի քիչ փուռը հովանում էր, գցում էին մեջը։ Հիշում եմ, որ շատ պինդ էր, զորով էին գծում ղրթալով, բայց այն որ երբ պետք էր, այն վաղտ էին գտում, ինչպես ասեցի, օգտակար է շատ։ Կամ թելի մեջ շարում էր տատիկը բոլոր տեսակի չրերը ու այդպես էին գտում, գցում էինք վզներս ու մի կողմից թելի մեջից ուտելով գնում։ Շատ խոսացի վեկինը մոգտամ, մեղկա։ Աթատ մի տակ չի արել մեջ գտ, ջուրա է։ Զարդ կողիտս։ Вообще չիտած, молодец։ Դենու ես ինչ շորեր եմ առել։ Մեր ամանները լցրել ենք, թաթուլուքինած ամանները, տոպրակները, գիտեմ, որ քննադատության առիթ եմ տալու շատերին, գրելու են ասեն, բա տոպրակով հանդը ենքին եմ, մենք տոպրակով ենք եկել ու հանդը չմնաց փաստորեն, էլի տանում ենք, այնպես որ հաշիվը մեկ է, էլի կարանք ինչ-որ բաներ ասենք, բայց այնքան որ մեր եկել ենք հանդի, պետք լինի վեր խսել կհանեմ թևերին իրարով կկապեմ ու կլցնեմ մեջ կտանեմ, տյու հանդա սա, ես խտտացել կտանեմ։ Սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքից, լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություն, ասեք դուք ինչ լավ հատկություններ գիտեք անտառի տանձի
հետ կապված իմիջայլոց մենք ասում ենք քոլի տանձ, անտարի տանձ, բայց շատերը ասում են պանդա։ Այնպես որ ես էլ նոր հիշեցի, որ չասեն այդ որն է, պանդան, նույն մեր քոլի տանձը, նույն ձեր պանդան է։ Տեսեք, գետնին տալուց, որ թափ ենք տալիս, դե չենք կարա քաղենք, որովհետև ինքը շատ բարձր է, այնքան հասած ու լավն է, շաղ անցնում, ճաքում է։ Արամատը չեմ կարա ասեմ, ինչքան սուր ու լավն է։ Պետք է որ թաթուլի եկել էր այսքան վաղ։ Հաց հեսլեմ թե գոնը։ Вообще վերեսկյալիս չի, թաջ ջան։ Շել կապում ենք սը ու էլնհը մի թյուշ զոլ վարար էր, մի էլ վարար չի։ Սը կապում ենք մի տոպրակն արդեն ավտոյում է, ինչպես ասեցի, մնացածն էլ այս է, հվակում ենք ընդիել մի մեզնոն ենք ու մնամա կարամ վեգեն։ Ոբա, դե գնացինք, սա կար ուղա պուկկե, խտտաս տանեմ, դե խտտաց կինացինք, աղա կնգի, ուզի ճնջրստամ էլի։ Կամերայի ղաքին դեստը համիլ տրանի ետնից դեստալ։ Լա, մացակ չէ, ասում ուզի ճնջրստամ ասմախի գիդմ չեն վեր կամերայի ղաքին դեստը հետո պրակը վեր ունի լանջատիլից ետնից դեստալ։ Բա հտել ինստու լավ, ինստու, սաղ ինստու։ Վայ է, ստի եկել արդեն լավ ցեխացավ։ Հենց վեր լվացքի գործել ունենք կոշիկ լվնալի։ Համել գյուղերը մետա կոշիկ լվանալու սեզոնը չի փակվում կլոր տարին, որովհետև երբել լինի, մի հատ էլ անձրև եկավ, ճամփեքը լավը չի ու ցեխա։ Վիրևով կամ երևի ստի կռացած։ Ես էլ պնդուկի ծառերա, որ անցնում ենք տերևներից երևի, ովքեր ճանաչում են հասկացան։ Շատ չենք եկել, մի այսքան էլ գնում ենք ու հասնենք մեքենային, ու հայդա մինչև տուն։ Մի քիչ մրսեցինք, մի քիչ թրջվեցինք, մի քիչ էլ բերք հավաքեցինք, այսօրվա պլանը կհամարենք կատարված, որովհետև ամեն օր, որ մի լավ գործ ես անում, օրդ լիարժեք ես համարում, իհարկե կարծում եմ ովքեր որ ընդհանրապես տեղյակ չեն գյուղի կյանքից, այս հոլովակներն իրենց համար շատ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև կտնան, որ ինչպես է լինում այդ ամեն ինչը։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրվա հոլովակն էլ այսպես ավարտեցինք, եկել ենք սկեսուրենցս տուն, այսօր տեքորս կնոջ ծնունդն է։ Գնամ տնամ օգնիլի բանկա օգնեմ, համել այնքան էինք հավաքել ու քանի որ օղի չպետք է քաշենք, դե օղու համար այդքանը շատ քիչ է։ Պահածո կամպոտ սարքելու համար էլ շատ է, այդքան պետք չի։ Դրա համար բաժան արինք, մի մասը բաժանել ենք 3 մասի, մի մասը սկեսուրենցս, մի մասը մերոնց, մի մասն էլ մեզ։ Կարծում եմ ձեզ դուր եկավ հոլովակը, շատերը այդ անտառի հոլովակներից ձեզ լավ եք զգում ու գնում դեպի մանկություն, մենք էլ այսքանով ավարտենք հոլովակն ու անցնենք առօրյա գործերին։ Միկրոֆոնս էլ հրեկամերային միացրած ձենս լավ լսվեց, մոռացել իվր դոշիշ չի։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով, հաջողություն։